Դուք գսեք թե Վենսի այցը ապտագեր, քաղաքական ապտագեր Կրեմլին ուղղված։ Հայաստանը ունի այդ ուժը, այս մեծ խաղի մեջ Ռուսաստանին ինչ-որ ապտակ տալու թերին մեջ հայտնվելու եւ ռիսկեր կան այնտեղ։ Մենք ինչքան հեռացանք Ռուսաստանից, այնքան ավելի հսկայական, նորագույն, արհեստական ինտելեկտին վերաբերող տեխնոլոգիաներ են մուտք գործում Հայաստան։ Այդ սա նրա շնորհիվ է, որ մենք հեռացել ենք Ռուսաստանից։ Երազել կարող ենք երազել, որ այսպիսի բան կարող է Հայաստանում կառուցվել եւ Հայաստանը կարող է դառնալ արհեստական ինտելեկտի զարգացման կենտրոններից մեկը եւ մենք արդեն առնչվելու ենք հնարավորություններին այդ ներուժին եւ բացի առնչվելուց նաեւ օգտվելու ենք դրանից։ Սերժ Սարգսյանը ինքը սա որ պետք է միավորվի ինտիմությունը եւ այլն։ Գաց լուրջ վտանգը ծեր գարձիկով Սամվել Ղարաբեդյանի ուժը այդ կներկայացնե։ Այսինքն բոլորը գուզեն Նիկոլ Փաշինյանի գլուխը, այսպես ասած։ Այս հոպարի ձևովը այն Կրեմլում նստած հոպարի ձևովն է։ Պուտին հոպարի ձևովն է սա, ոչ թե մնացած հոպարների, հա։ Ես հասկանում եմ, որ հոպարի բալաները որոշել են իշխանությունը Հայաստանում վերցնեն, փոխանցեն Պուտինին, բայց մենք պետքա կարողանանք այնպես անել, որ դա տեղի չունենա։ Փաշինյան Կարեկին երկրորդ դուք ինչ կդիտարկեք։ Այսօր տեսակ այդ պայքարը գարձեք ուրիշ պատկեր կստանա։ Ես դա անվանում եմ հավատացյալների պայքարը, կրիմինալ, բարոյական արժեքների հետ խնդիրներ ունեցող մարդկանց հետ։ Եվ Վենսի այցելությունը դա ընդամենը հերթական անգամ ապացուցեց։ Վենսը, երբ որ ասում է, որ մենք նույն արժեքներն ենք կիսում Նիկոլ Փաշինյանի հետ եւ չի գնում կաթողիկոսի հետ հանդիպի, որը արողակարգային բաներից մեկն է Հայաստանի, դա շատ բան է հուշում, հա, մեզ։ Եւ ով որ դա իրեն էշի տեղ դրած իբր չի հասկանում եւ ասում է, հա, մենք էլ ենք արևմտամետ, բայց եկեղեցու դեմ է այս պայքար, դրա համար մենք պաշտպանում ենք եկեղեցին։ Լուրջ եք ասում։ Հետո մեկ էշի տեղ դրել։ Ձեզ ինքներդ ձեզ եք էշի տեղ դրել։ Ձեզ ինքներդ ձեզ եք էշի տեղ դրել։ Բարև ձեզ Արևելքի հարտագով ես Սակո Արյանն եմ, կշարունակենք անգերց զրույցներու մեր շարքը այսօր հյուրս Ազատ քաղաքացի հասարակական գազագերբության նախագահ Հովսեփ Խուրշուդյանն է, բարի եկած պարոն Խուրշուդյան, գվերաթարնակ Բրյուսելեն ինչ դրամատուրգիաներով ինչ գործընթաց է։ Ես Արևելյան գործընկերության ֆորումի, գիտեք քաղաքացիական հասարակության ֆորում կա, որը ընդգրկում է 6 երկրների Արևելյան գործընկերության 6 երկրների քաղաքացիությունները, իսկ 3 կովկասյան երկրներն են, Ուկրաինան, Մոլդովան եւ նույնիսկ Բելոռուսի քաղաքացիությունը, չնայած պետությունը Բելոռուս Արևելյան գործընկերությունից դուրս է հանվել պաշտոնապես, եւ Եվրոմիության անդամ երկրների քաղաքացիություններին, այդպես միավորում է 1000-ից ավել հասարակական կազմակերպություններ կան, որը շատ կարևոր հարթակ է եւ որի շրջանակներում նաեւ մեր Արևելյան գործընկերության Հայաստանի ազգային պլատֆորմը Եվրոմիության ոնց որ պաշտոնապես ընդունված գործընկերն է Հայաստանում։ Ես այդ ֆորումի ղեկավար կոմիտեի անդամ եմ եւ պարբերաբար ղեկավար կոմիտեի նիստին մեկնում եմ Բրյուսել եւ այս հերթական նիստներ, բայց կարևոր էր, որ հանդիպումներ ունեցանք նաեւ արտաքին, այսպես պաշտոնական անվանումը External Action Service արտաքին գործողությունների ծառայություն, բայց ըստ էության արտգործնախարարությունն է Եվրոմիության, հա։ Այդտեղ հանդիպումներ ունեցանք Հայաստանի դեսքի եւ տարածաշրջանի դեսքերի, այսպես ղեկավարների հետ, որ շատ կարեւոր էր հասկանալ նաեւ իրենց ակնկալիքները եւ փոխանցել մեր մտահոգությունները։ Դուք գիտեք, որ Եվրոմիությունը պաշտոնապես ճանաչել է հիբրիդային սպառնալիքների, այսպես արկայությունը Հայաստանի հանդեպ եւ իր աջակցությունն է տրամադրում թե ֆինանսական եւ թե նաեւ քաղաքական։ Մենք ավելի շատ քաղաքական խնդիրների քննարկելու համար ենք գնացել, որտեղ ֆինանսական այսպես ավելի շատ պետությանն է տրամադրում այդ հիբրիդային սպառնալիքների մասով ու կարծես թե կարողացանք կարևոր ուղերձներ փոխանցել, բայց նաեւ տեսանելի էր, որ կա անկալումը իրենց մոտ այդ սպառնալիքների եւ նույնիսկ այն ուղիների, որով այդ սպառնալիքների դեմ պետք է պայքարել։ Ну, միայն իհարկե հայկական հարց չի քննարկվել, Հայաստանի հարցը չի քննարկվել, քննարկվել են նաեւ այլ երկրների, մեր հարևան երկրների նաեւ խնդիրները, որտեղ ղեկավար կոմիտեում ներկայացված են բոլոր 6 երկրների ներկայացուցիչները, բայց ամեն դեպքում կարևոր էր, որ այդ փոխանցումը եւ այդ անկալումների նույնությունը մենք արձանագրեցինք։
Գիտեք, օրերս գրավոր հարցազրույց մտված էիք հայրենի գայքերեն մեկուն, ուր Վենսի այցը, որ գլխավոր նյութն է այս օրերուն Հայաստանի մեջ, այդ այցը համարած էիք պատմական շրայլ չէ այս բնութագրումը։ Ոչ իհարկե, որովհետև դա միայն պատմական չէր նրանով, որ առաջի անգամ էր այդպիսի Բարձրաստիճան Միացյալ Նահանգների պաշտոնյա այցելում Հայաստան, միջ այդ Հիլարի Քլինթոնն էր եկել, այն էլ ոչ այսպես կարևոր քաղաքական հարցերի շուրջ, այլ ճանաչողական ավելի շատ այց էր, դեռ Սերժ Սարգսյանի օրոք, բայց Հիլարի Քլինթոնը իրենց արտգործնախարարն էր, այսինքն պետքարտուղարն էր, այլ ոչ թե փոխնախագահ, որը մի կարգ ավելի բարձր պաշտոնյա է Միացյալ Նահանգներում։ Կարևորը, այսինքն այդ չէր, որ ուղղակի այսպես ռանգը ավելի բարձրացել է պաշտոնյայով այցելում է, այլ այն պայմանավորվածությունների փունջը, որը տեղի ունեցավ, եւ այն հսկայական վստահությունը եւ քաղաքական ներգրավվածությունը Միացյալ Նահանգների, որը կա արդեն տարածաշրջանում եւ Հայաստանի հանդեպ վստահությունը, որը երևաց թե բարձր տեխնոլոգիաների եւ բարձր տեխնոլոգիաներ պարունակող զենքի մատակարարումներով եւ շատ հատկանշական է, որ Հայաստանին տրամադրվում է դրոններ, որը որ մենք կարող ենք օգտագործել ցանկացած ուղղությամբ մեր պաշտպանությունը կազմակերպելու համար, այն դեպքում որ Ադրբեջանին վաճառվում են նավակներ, ռազմանավակներ, որոնք որ Հայաստանի դեմ չեն կարող օգտագործվել։ Բայց շատ ավելի կարեւոր է տեխնոլոգիաները, հատկապես այդ չիպերի արտադրության տեխնոլոգիաները եւ արհեստական ինտելեկտի այն հսկայական կոմբինատները, որ կառուցվում են, արդեն պայմանավորվածությունը կա, գիտեք, հրազդանում պետք է կառուցվի Nvidia-ի, ուրեմն որպես մասնաճյուղ, դա տարածաշրջանում եզակի մի արտադրություն է լինելու ապագային միտված, որին մենք կարող ենք միայն երազել, որ այսպիսի բան կարող է Հայաստանում կառուցվել եւ Հայաստանը կարող է դառնալ արհեստական ինտելեկտի զարգացման կենտրոններից մեկը եւ մենք արդեն առնչվելու ենք այդ ուրեմն հնարավորություններին, այդ ներուժին եւ բացի առնչվելուց նաեւ օգտվելու ենք դրանից, որովհետեւ գիտեք հիմա պայքարը հիմնական գերտերությունների միջև նույնիսկ ոչ այնքան սպառազինությունների մրցավազքի մեջ, այլ արհեստական բանականության ուրեմն մակարդակի, այսինքն ով ավելի առաջընթաց զարգացում կունենա արհեստական ինտելեկտի կամ ինչպես Հայաստանում ընդունված է ասել թյուրիմացաբար արհեստական բանականությունը դա գիտակցությունն է, այդ արհեստական գիտակցություն դեռ հնարած չի, բոլորը ընդունում են, որ դա ինտելեկտ է, այլ ոչ թե գիտակցություն, հա, գիտակցությունը ավելի մարդկային հատկանիշ է, ինտելեկտը կարող է լինել մեքենայական նաև, հա, որտեղ ալգորիթմներ են գործում, նեյրոշղթաներ են գործում եւ դրա միջոցով կառուցվում է այդ ինքնաուսուցումը մեքենայական, հա, machine learning-ը, որ ասում են։ Ինչևէ, հիմա Հայաստանի արչեւ այդ ամենը մարսելու խնդիր է, այսինքն այդ հսկայական ծավալը առաջարկությունների եւ պոտենցիալը, որ դրանց մեջ պարունակում է, դու պետք է կարողանաս աբսորբացնել, այսինքն մարսես։ Դրա համար դու պետք է ունենաս, իսկ դա մի տարվա, երկու տարվա բան չի, երկարաժամկետ process է լինելու։ Դրա համար առաջնային կրթության հարցն է։ Մենք խնդիր ունենք։ Մենք կարողանալու ենք այդ միլիարդավոր դոլարների ներդրումը, որ արհեստական ինտելեկտի մեջ դրվելու է Հայաստանում, իսկ դա սրընթաց աճող ոլորտ է եւ գնալով ավելի մեծ գիտելիքներ է պահանջելու, ինքն էլ ավելի մեծանալու է պոտենցիալը։ Մեր կրթական համակարգը ի վիճակի է լինելու սպասարկել դա, թե մենք ստիպված ենք լինելու 1-2-3 տարուց արդեն ներկրել կամ հրավիրել ներողություն արտահայտության համար արդեն մասնագետներ արտասահմանից նույն հնդիկների, բայց արդեն ավելի բարձր կրթություն ունեցող հնդիկների կամ չինացիների, գիտեք, Միացյալ Նահանգներում կա նույնիսկ այդ խնդիրը, որտեղ որ իրենց մոտ մարդուժի եւ կրթության որակը էապես ընկնում է եւ մոտիվացումը կրթվելու լայն զանգվածների մոտ նվազում է, որի հետևանքներ նաեւ ռեդնեկների այսպիսի մեծ բանակը, որոնք որ իշխանության բերեցին նաեւ Դոնալդ Թրամփին, ամենայն ուրեմն բարձր գնահատականով այն ինչ որ արվում է հիմա Թրամփի վարչակարգի կողմից Հայաստանի հանդեպ, բայց օբյեկտիվորեն իրեն իշխանության բերեցին ռեդնեկներ, դա հայտնի է, ռեդնեկները այն կրթական ցածր ցենզ ունեցող, այսպես ավանդապահ կամ ավանդապաշտ այսպես մտածողություն ունեցող, էլի բացասական կոնոտացիա չեմ դնում ավանդապաշտի մեջ, բայց դե փաստ է, որ այդ մարդիկ բերեցին ուրեմն այդպիսի ուրեմն
կրոնական, այսպես նաև այսպես կրոնը մանիպուլացնող իշխանություն բերեցին, հա։ Հիմա Հայաստանում մենք պետք է այնպես անենք, որ կրթական ցենզը գնալով բարելավի, մոտիվացիան կրթության մեծանա, որովհետև գիտեք, երբ որ մեր դպրոցներում մենք տեսնում ենք, որ լավ սովորողներին բուլինգ են ենթարկում, հատկապես տղաներին, հա, լավ սովորող տղաներին, ուրեմն ծույլերն ու անբանները բուլինգ են ենթարկում, պատկերացնում եք։ Չեմ ասում բոլոր տեղերում է, բայց դա շատ տարածված երևույթ է։ Եվ դա նաև խրախուսվում է եւ սնուցվում է ռուսական քրեական ենթամշակույթով, որը որ այստեղ տարածվում է ֆիլմերի միջոցով, նաև սոցիալական մեդիաների միջոցով։ Լավ դղա չլինելու։ Հա, բա մենք հիշում ենք, չէ՞, ֆիլմ սերիալը հայտնի Սլովա Պացանա, որը որ այստեղ բաները որոնման համակարգերով նայում էր, ամենաշատ որոնվող ֆիլմներ բոլոր մարզերում։ Մարզերով առանձին տալիս է Google-ը, թե ամենաշատ ինչ ֆիլմ է, ինչ նյութ է ընդհանրապես որոնվել Հայաստանում։ Եվ պարզ է, որ երիտասարդությունն էր հիմնականում, որոնում էր, որ նայեր, անվճար YouTube-ով դա նայեր, իսկ դա տեղով դիվերսիա էր մեր արժեհամակարգի հանդեպ, այսինքն հարգանքը իրար հանդեպ, ոչնչացնող, ասենք սեփական սխալները ընդունելու կարողությունը վերացնող, տիպիկ, ասենք ռուսական մեծապետական շովինիզմի, չեմ կարծում, որ ռուսական լավագույն մշակույթի նաև դա ներկայացումն էր, որտեղ մենք գիտենք ռուսական լավագույն մշակույթը մի քիչ այլ տեղ, ասենք Տոլստոյի մոտ գիտենք, դա Բրյուսովի մոտ գիտենք, այդ լավագույն մշակույթը, հա, վերջի Պուշկին, Լերմոնտով, բայց ոչ այդ խայտարակությունը, որ այդ ֆիլմի միջոցով տարածվում էր, որտեղ ամենաստոր, ամենակեղճին բարքերը ներկայացվում են որպես այսպես ամենաբարձր, հայով է, հերոսություն եւ նման պայմաններում մենք թույլ ենք տալիս այդ աղբը տեղեկատվական շարունակի մուտք գործել Հայաստան, նույնիսկ պաշտոնապես այն հերոստալիքների միջոցով, որը որ ուրեմն մենք պայմանագրով թույլ ենք տվել հեռարձակել Հայաստանում, այն դեպքում, երբ որ այդ նույն պայմանագրի մյուս կետը, որով հայկական հեռուստաալիքները պետք է հեռարձակվեն Ռուսաստան, չի կատարվում, այն պատճառաբանությամբ, որ դրա տեխնիկական միջոցներ չկա Ռուսաստանում։ Այսինքն, որ չկա, ուր եք կնքում մեկ, երկրորդ չկա, ուրեմն չեղարկեք այդ պայմանագիրը, մեր իշխանությունների մասին է խոսքը, չեղարկեք, ասեք կներեք հաջողություն։ Քանի ամիս է գծեցվի։ Տարիներ ենք արդեն ասում, եւ մեզ ամեն անգամ ասում են, լավ, մի հատ էլ մեր դեմ էսպիսի Հայաստանի դեմ հանգարց արշավ անեն տեղեկատվական, մի հատ էլ կեղտոտություն անեն, նոր կփակեն։ Մի հատ էլ հազարատ է, մի հատը ամեն ամիս մի հատ էլ 100 հատ էլ լինում է, ու էլի ոչ մեկը մյուսին կերազանցող։ Հա, ասում են դե լավ, մի քանի ամիս է մնացել, հեսա այդ պայմանագիրը կավարտվի, դե կներեք էլի, մի քանի ամսում մեզ ընտրությունների նախաշեմին, բա այդ հիբրիդային հարձակման հենց ալիքը թողում եք, աղբյուրը թողում եք, հետո ասում եք եվրոպացիներ, եկեք օգնեք մեզ պաշտպանվենք այս հարձակումից, լավ այլի։ Գլսեն ցեզի, ձեր գարձիկով այս։ Դե ոնց որ թե չեն լսում, դե ասում ենք, չեն ուզում լսեն, ինչ որ մտածում են, որ այդ այնքան մեծ մի հատ հարված կլինի հայ-ռուսական հարաբերությունը, այսինքն Ռուսաստանը կարող է պայմանագրային պարտավորությունները խախտել իր պարտավորությունները, դա հարված չի այդ հարաբերություններին, բայց եթե մենք ասենք, դե որ խախտված է պայմանագիր, ուրեմն չեղարկում ենք, այդ դա կլինի հարված պայմանագրային պարտավորություններին։ Դուք գսեք թե այս Վենսի այցը ապտակ էր, քաղաքական ապտակ էր Կրեմլին ուղղված։ Հայաստանը ունի այդ ուժը, այս մեծ խաղի մեջ Ռուսաստանին ինչ որ ապտակ տալու թերին մեջ հայտնվելու եւ ռիսկեր կան այնտեղ։ Նու այդ ապտակը համատեղ ապտակ է, դա միայն Հայաստանի ապտակը չէր, դա հայ-ամերիկյան ապտակ էր։ Այստեղ արդեն այո, այդ ուժը բավականացնում է։ Եթե մենք 20 թվականի կարգավիճակում լինեինք, միայնակ լքված դաշնակիցների կողմից, պսևդո դաշնակիցներ, որ երբեք դաշնակից չեն եղել, եւ չունենալով այլ դաշնակիցներ, որ նոր սկսեցինք մտածել դրա մասին, որ սա դաշնակից չէր, նորմալ դաշնակիցներ է պետք, իսկ ժամանակակից աշխարհում, գիտեք, հա, այդ նժդեհի միայնակ ուժեղի կոնցեպտը ես շատ հավանում եմ, ինքը զուտ մարդկային տեսակետից անհատի համար դա շատ ընդունելի մոդել է, բայց պետությունների դեպքում, գիտեք, մարդկանց միջև տարբերությունները այդքան մեծ չեն։ Հա, մարդիկ ինչքան ուզում են մեկը մյուսից ուժեղ լինի ֆիզիկապես, այդ մյուսն էլ խելքով կամ ինչ-որ ձևով կարող է դա հակակշռել, որ ինչ-որ մրցակցության մեջ չոչնչանա, չպարտվի, գոնե ինչ-որ բալանս պահի։ Պետությունների մեջ այդպես չէ։ Պետությունների մեջ կան 3 միլիոն բնակչություն ունեցող պետություններ եւ 300 միլիոն
բնակչություն ունեցող 100 անգամ մեկը մյուսից ուժեղ, եթե զուտ բնակչությունով նայենք, իսկ ամեն ինչ բնակչությունով միայն չի չափում, հա, նաև այնտեղ տնտեսություններ կա, որտեղ կարող է 1000 անգամ ավելի ուժեղ լինի տնտեսությունով այդ 300 միլիոնանոցը, Միացյալ Նահանգների տնտեսությունը վերցնենք Հայաստանի տնտեսության համեմատ, հա։ Նման պայմաններով ասել, որ սենց ուռա հայրենասիրություն մեզ ոչ մի դաշնակից էլ պետք չի կամ եթե նույնիսկ պետքա իրանց պետքա դիստանցիայի վրա պահել, մենք մեզանով պետքա ուժեղ լինենք, հա, հասկացանք, էլի, մենք մեզանով ուժեղ լինենք, բայց կներեք, այդ արդեն կենաց ասացության է վերածվում, երբ որ դուք սպորոտախոսության է վերածվում, երբ որ դուք ուզում եք համոզել հասարակությանը, որ միայնակ մեր փոքր երկիրը այն էլ այսպիսի տարածաշրջանում, հա, Եվրոպայի մեջտեղում չենք, որ ասենք քաղաքակիրթ երկրները շրջապատված լինենք եւ ասենք կենացներ ասենք, որ մենք միայնակ ուժեղել կարող ենք այստեղ դիմակայել, չէ, այտենց չի։ Դու պետք է կարողանաս շահեր համադրել։ Ոչ մեկ չի ասում հակադրել մեծերի շահերը քո տարածքում, հա, դա վտանգավոր է, բայց համադրել քո շահերը գերտերությունների շահերի հետ կարող ես։ Այն ինչ որ իշխանությունը ասում մենք չենք ուզում Ռուսաստանի հետ հարաբերություններ փչացնել, դրա նպատակը չունենք, բայց մենք մեր շահերը պետք է առաջ տանենք։ Այդ ասածին հակասում այն, որ իրենց ռուսական հեռուստաընկերությունը չեն փակում։ Այդ դա մեր շահերից բխող քայլ է, որովհետև հիմքել տվել են։ Ու գիտեք, այսպեսի մի բան էլ կա, որ դուք ասում եք մենք այդ ուժը ունենք, Ռուսաստանի հետ, սկսենք նայած որ Ուկրաինայի վրա հարձակումից հետո Ռուսաստանը իապես թուլացել է եւ այդտեղ մենք իհարկե շահել ենք, որովհետեւ Ռուսաստանի իրոք հերոսական դիմադրությունը մեզ շնչելու հնարավորություն ա տվել, ժամանակ ա տվել, որ կարողանանք քայլ առ քայլ, թեկուզ դանդաղ, թեկուզ պես բաներով, փոքր քայլերով, բայց փոխվենք այս կայսրությունից եւ ինչքան հեռանանք, այնքան լավ։ Բայց այստեղ մի ուրիշ կարևոր հարց կա։ Ուրեմն այդ ռուսական արտաքին քաղաքականությունը ինքը գնալով ավելի հասկացությունների վրա է հիմնվում, հա, ռուսերեն ասած понятие, այսինքն քանի որ այնտեղ իշխանությունները գնալով ավելի են քրեականանում եւ պատահական չի որ այդ քրեական ենթամշակույթ ունեցող ֆիլմերը այդպեսի ուրեմն պահանջարկ են ստացել այդ երկրում եւ այդպիսի հովանավորություն ունեն նաեւ իշխանությունների կողմից, որտեղ այնտեղի ղեկավարությունը մտածողությունը կամաց դառնում է քրեական, նույնիսկ գողական չեմ ասում, որտեղ նրանք ուր գողականը ինչ որ նույնիսկ լինելով այդ քրեական ենթամշակույթի ամենաայսպես տիպի կարկառուն տեսակը, բայց ինքը որոշակի արժեքներ է իր մեջ պարունակում, հա, որոշակի համակարգ ունի, գողական համակարգը, որ ունենց չի էլի, որ ինքը լրիվ ուրեմն չարիքի վրա է հիմնված։ Այնտեղ էլ կան ինչ որ հասկացություններ, ինչ որ փոխհարաբերություններ, ճշտի, սխալի ինչ որ բաներ կա։ Սա լրիվ քրեական բեսպրեդելի, ուրեմն տիպիկ ներկայացներ են այս Կրեմլում հավաքվածներ, որտեղ իրենք երբեք այդ արժեքներին չեն տիրապետել, այդ արժեքներում եղել են ստորին հատվածում, հա, նկատի ունենք գողական արժեքների։ Իսկ մարդկային արժեքներով էլ դեգրադացվել են, որովհետև այդ փողի եւ իշխանությունության այդ հարստության իրենց գլխին ընկնելը այնքան անսպասելի եւ պատահական ա եղել, որ իրենք ուղղակի չեն դիմացել ու դարել են հրեշներ, փոքրիկ հրեշներ, այսինքն որ մարդը պատրաստ չի այդպիսի իշխանության եւ փողի, ինքը դառնում է հրեշիկ։ Հիմա այդ հրեշիկները հավաքվել են այնտեղ եւ արտաքին աշխարհի հետ հարաբերվում են իրենց այն պատկերացրած, իրենց երազած այդ քրեական, գողական այդ բաների դիրքերից, հա, որ իրենց հակով չի, բայց իրենք փորձում են այդ պանյատյաներով աշխատեն։ Այդտեղ այդ պանյատյաների դեպքում ամեն դեպքում ինչքան էլ որ դրանք ուրեմն դեգրադացված են եւ հեռացած են այդ գողական համակարգից, բայց երբ որ դիմացին այդ որոշակիորեն կարող են հիմնավորել եւ հիմքեր ունի իր քայլերի համար հենց այդ պանյատյաներով, դու ավելի հեշտ ես անցալում իր քայլերը։ Հիմա երբ որ դու ասում ես Հայաստան, կուդա ты денешься, դու իմ գրպանում նստած ես, քեզ դու ոչ մեկին պետք չես։ Իսկ Լուկաշենկոն մենակ իր տրամադրությունները չէր փոխանցում, դա նաև Պուտինի տրամադրություններն են, որ դուք ով եք, եկել եք ինչ որ ասում եք կգնանք, մենք ուրիշ դաշնակիցներ կգտնենք ուրիշների հետ։ Հա մենք ձեզ զենքել չենք ոչ ոքի պետք չէ։ Մենք ձեզ փողի տեսակիցից կգցենք, փողը կվերցնենք, զենքը չենք տա։ Մեր դաշնակցային պարտավորություններն չենք կատարի, կգնանք ձեր թշնամիների հետ կհամագործակցենք ձեր հաշվին, որ ձեր տարածքների հաշվին մենք այդ ձեր թշնամիներից ավելի շահեր ունենք Թուրքիա, Ադրբեջանա եւ այլն։ Ամիշ կանենք ձեր գլխին ինչ օին ասես, քան դուք պետք է լուրջ նստեք ձեր համար, որովհետեւ դուք ոչ մեկի պետք չեք։ Բայց եթե որ դու ցույց ես տալի, ապացուցում ես, որ այդպես չի։ Լավ էլ պետք ենք ու լավ էլ հարաբերվում ենք, զենք էլ ուրիշ տեղից արդեն կառնենք ու
սա արդեն չի կարա ասի ոնց համարձակվեցիր, ինչ նշանակում, մանավանդ երբ որ թուլացած է, հա, եթե այդքան թուլացած չներ, կարող է այդ բեսպրեդելի իր բանը կարողանար միջև վերջ աշխատացնել Հայաստանի հանդեպ, բայց եթե ինքը թուլացած է եւ չի աշխատում արդեն այդ բեսպրեդելի հնարավորությունը, այդ Պանյացյանների պահը իր մոտ ընկալվում է եւ երբ որ Նիկոլ Փաշինյանը գնում է Պուտինի մոտ, ես վստահ եմ, այդ խոսակցությունը բավականին անկեղծ կարա լինի։ Իդեպ շատ դեպերում սպրտում է նաեւ հրապարակային դաշտ, որտեվ ի տարբերություն Ռուսաստանի իշխանությունների, Հայաստանի իշխանությունները սովորեցրեցին իրենց որ հասարակության հետ բաց պետք է լինեն անգերց բաց առնվազն բաց որ ինչ որ խոսում ենք կարելի է հասարակության հետ է կիսվել իրենք սկզբից շատ շոկի մեջ էին անդադ որ այդ ներքին խոսակցությունները հրապարակվում էր հասարակության համար այնպես չի որ այդ ներքիներ նշանակում արգելված էր հրապարակել տենց պայման չի եղել որ դրանք չհրապարակվի բայց իրենց համար շոկ էր հասարակությունը ով է որ հասարակության հետ կիսվեց մենք վերնախավերս իշխանություններս, հա, այս գողականներս ճակերտավոր մենք մեր հետ այդ մեր մեջ կորոշենք այդ հարցերը դուր ես գնում կիսվում հասարակության հետ։ Իրանց համար սկզբից շոկ էր հեղափոխությունից հետո նկատի ունեմ։ Ես հիշում եմ իրանց այդ վերաբերմունքը։ Հիմա կամաց սովորել են։ Հիմա, բայց երբ որ հասարակության հետ կիսվում է այդ ամեն ինչը եւ թափանցիկ է դառնում եւ այլն, իրենց համար էլ է կանոնները փոխվում կամաց եւ այս առումով իհարկե իրենք նոր պայմանների հետ համակերպողի դերում են հանդես գալիս արդեն ուզեն թե չուզեն, որտեղ գործ ունեն ժողովրդավարական երկրի հետ, որի ուժն է նաև մեր ուժը նաև դրանում է մեր պետության ուժը, որ հասարակությունն ու իշխանությունը իրար հետ խոսում են, իրար հետ կիսվում են, իշխանությունը կիսվում է ինֆորմացիայով, հասարակությունն էլ դրա արձագանքով այդ ինֆորմացիայի հանդեպ վերաբերմունքով եւ ցույց տալով իր վերաբերմունքը իշխանություններին դրթում է ինչ որ բաների որտեվ ամեն դեպքում իշխանությունները ժողովրդավար լինելով հենվում են ժողովրդի վրա հիմա ուզում եք անվանեք պոպուլիստ նույնիսկ պոպուլիզմը էլի ժողովրդահաճո լինելը էլի ժողովրդի տրամադրությունները հաշվի առնելու մասին է անկախ նրանից որ այդտեղ կա բացասական կոնոտացիային իմաստով որ ժողովուրդը միշտ չի որ կարող է լավ հասկանա լավ պատկերացնի նրբությունները, հա, մեծ հաշվով ինքը կարա ասի, որ այս ուղղությամբ պետքա գնաս օրինակ, բայց թե այդ նրբությունները ոնց կանես, այդ արդեն միկրոմենեջմենտ է, որ միշտ չի որ ժողովուրդը պատկերացնում է, որտեղ ինֆորմացիան ինչքան էլ տաս շատ բաներ չի տիրապետում։ Այդտեղ դրանով է տարբերվում պոպուլիզմը ժողովրդավարությունից, հա, այդ ժողովրդավար լինելուց։ Բայց ամենայն դեպս երկու դեպքում էլ լավ է, որ իշխանությունը հենվում է ժողովրդի վրա եւ հաշվի առնում ժողովրդի շահերն ու հետաքրքրությունները։ Այս բոլորը դիդարգել է այդ վերադառնանք ներքաղաքական համապատկերին Բան Խուրշուդյան մենք ընտրություններու գերտա Հայաստանը հունիսին եւ միշտ հաջող հատկապես ինտիմատիր դաշտի որոշ ասենք խոսնակներ կխոսին ինտիմության հավանական միացման մասին մեկ բլոկ դառնալու մասին այդ մեկը ինչքանով վտանգ է Հայաստանի իշխանություններուն եւ արդյոք հաշվառված է այդ ամեն ինչը գիտենք Գյումրիի դեպքը օրեր առաջ Սերժ Սարգսյանը ինքը սա որ պետք է միավորվի ինտիմությունը եւ այլն գատ լուրջ վտանգը ծեր գարձիկով հիմա այսօր ալ գիտեք այդ Սամվել Ղարաբեդյանի ուժը հայտ կներկայացնե այսինքն բոլորը գուզեն Նիկոլ Փաշինյանի գլուխը այսպես ասած Տեսեք, պարզ չի իրենց համար ավելի ձեռ է տալիս միավորվելը, թե առանձին շարաշություններով գնալը։ Պարզ չի։ Գյումրիի դեպքը հիշեցրեցիք, հիշատակեցիք, բայց կներեք Գյումրին լրիվ հակառակի մասն էր։ Գյումրին նրա մասն էր, որ պետք է առանձին շարաշություններով գնալ, հետո նոր միավորվել։ Միանալ, ներսը։ Հասկանում եք, իրանց մոտ այնքան շատ են քաղաքականապես փչացած ուրեմն կերպարները, որ երբ որ դրանք միավորվում են այն ուժերի հետ, որոնք շատ թեքիչ հələ կարող են ասեն դե մենք այդ ամեն ինչի առնչություն չենք ունեցել, օրինակ այս հոպարի ձևովները արդեն դառնում է որ լավ էլ կապ ունեն իրար հետ եւ այդ քաղաքական աղբը միանգամից անցնում է նաեւ նրանց ովքեր որ կարծես թե այդքան էլ աղտոտված չեն իրենք թունավորվին այսինքն թունավորվում են հա ավտոմատ նրանց փչացնելու այն մարդիկ որոնք դեռ կարող է սրանց համար գնա ինչ որ ձայն տային արդեն չեն գնա կասեն գնացել ես Քոչարյանի կամ Սերժի կողքի կանգնել ես կամ քեզին որպես ինչ ընտրեմ այդ մի խնդիր մյուս խնդիրը այնց չի որ երբ որ գիտեք համախմբումը երբ է աշխատում երբ որ
մարդկանց մոտ օրինակ նախկինի փորձ երբ որ վերցնում եմ, համախմբման կարիքը ինչու՞մ է եւ մենք անդադ փորձում ենք, ես այն ժամանակ նաեւ քաղաքական դաշտում լինելով Ժառանգության կուսակցության անդամ էի եւ հիշում եմ Ժառանգության դիրքորոշումը միշտ եղել է համախմբել ուժերին, որտեղ տեսանելի է եղել, որ առանձին ռեժիմի դեմ, ավտոկրատիայի դեմ պայքարել հնարավոր չի։ Իսկ երբ որ դու համախմբվում ես, ժողովրդի մոտ հույս է առաջանում, որ այ դու կարաս հաղթես։ Այսինքն այդտեղ դու լավն ես թե վատն ես, քո հետ լավերն են միավորվել թե վատերն են միավորվել, արդեն երկրորդական դեր էր խաղում եւ համախմբման էֆեկտներ ինքը արդեն սիներգիայի էֆեկտ տալիս, այսինքն համախմբումը ինքը սիներգիայի էֆեկտ է տալիս, այն իմաստով, որ մարդկանց մոտ հույս էր առաջանում եւ նրանք կարող են դուրս գային փողոց։ Որտեղ խնդիրը մարդկանց փողոց հանելն էր, հույս տալն էր, որտեղ մարդիկ գիտեն, որ ժողովրդավար երկիր չի եւ ընտրություններով հնարավոր չի հաղթել եւ դրա համար պետք է փողոց ելնել, փողոցով հաղթել, հա։ Հիմա այդպիսի խնդիր չկա, մարդիկ գիտեն, որ փողոցով հաղթելու խնդիր չկա, կա ժողովրդավար ընտրությունների տարբերակ, եւ եթե դու իրոք ուզում ես քո բողոքի ձայնը հայտնել որպես ընտրող, գնում ես ընտրում ես նրան, ում որ համարում ես, որ ինքն է ավելի ճիշտ եւ գործող իշխանությանը հակադրվում է։ Ոնց որ եղավ շատ տեղերում, նույն Գյումրի էլի օրինակը։ Այսինքն իշխանությունը չկեղծեց, չէ, ընտրությունները։ Կարողացան այտենց գնացին, մեկը խաբեց, որ ես եմ, մեկը խաբեց, որ ես եմ, մյուսն էլ խաբեց, որ ես կրիմինալ չեմ, կոռումպացված չեմ։ Իմաստներ կարծում եմ ինչ որ խնամի ծանոթ բարեկամի ավելի վատ նաև կաշառքի մեխանիզմներ ինչ որ աշխատել են, որովհետև գիտեք, բավականին բարդ է կլանային մտածողություն ունեցող հասարակության հատվածի մոտ, հասարակության կլանային մտածողություն ունեցող հատվածի մոտ, ասենց ասենք, Գյումրիում այդպիսի կան, Սլաբոդկայի այդ այսպես շրջանակները, որոնք որ Գյումրի Սլաբոդկա շրջան նկատի ունեմ, որոնք որ այսպես իրենց համարում են դե մեր զեմլյակն է, այս բանը Վարտանիկը մեր աղբերն է, բա գնանք իրան ընտրենք, բան իրենց նաև ավելի հեշտ էր համոզել, շատերին էլ նաև ինչ որ բաներով կաշառել պարտադիր չի փող են տվել, մեկի մի բան խոստում են տվել, մի հարց կլուծենք եւ այլն, դա էլ ընտրակաշառքի ձև մեր օրենսդրությամբ։ Բայց դա հնարավոր չի, եթե փոխադարձ համաձայնությամբ է արվում եւ հեռախոսով իրար հետ չեն խոսում, որ նաեւ գաղտնա լսվի, հնարավոր չի բառացիորեն դա ինչ որ ձեւով բացահայտել։ Այդտենց էլ կարողացան հասնել իշխանության, բայց չկեղծվեց ընտրությունը, այն էլ այսինքն կեղծվեց, բայց ընդդիմության կողմից, այտենց մեխանիզմներ կիրառելով հակաօրինական, բայց ոչ իշխանության կողմից։ Այն մարդիկ, որ դա տեսնում են, էլ ասում են դե էլ համախմբվել, գնալ փողոց կանգնել, իմաստը որն է, կգնանք կընտրենք, իմ ուզածին կընտրեմ, այդ ժամանակ կտեսնենք։ Ասում եք, այդ համախմբման էֆեկտը այլևս չի գործում եւ գործում է ի վնաս, այդտեղ ի վնաս է գործում, որ այն մարդիկ, որ կարող է գնային, ընտրեին հոպարի ձևովին, արդեն չեն գնա ընտրի, կասեն սա Քոչանի ձևով է, ոչ թե հոպարի ձևով։ Այսինքն անգերզության այո, դա չնայած խնդիրը նաև այսօր ոչ միայն իշխանությունների, ոչ միայն ժողովրդավարական ընդդիմության, այլ նաև քաղաքացիական նրանում է, որ հասարակությանը բացատրենք, ներկայացնենք ճիշտը, որ այս հոպարի ձևովը այն Կրեմլում նստած հոպարի ձևովն է։ Պուտին հոպարի ձևովն է սա, ոչ թե մնացած հոպարների, հա։ Ես հասկանում եմ, որ հոպարի բալաները որոշել են իշխանությունը Հայաստանում վերցնեն փոխանցեն Պուտինին, բայց մենք պետքա կարողանանք այնպես անել, որ դա տեղի չունենա։ Վերջի անգամ այս պայքարը մղենք, փակենք այդ թեման ընդհանրապես, եւ մենք տեսնում ենք Հայաստանը, երբ որ ինքնիշխանության ուրեմն ծավալը մեծանում է Հայաստանի, ինչ բենեֆիտներ, ինչ օգուտներ են գալիս Հայաստանին։ Մենք ինչքան հեռանում ենք Ռուսաստանին, այնքան ավելի հսկայական հնարավորություններ են ստեղծվում Հայաստանի համար։ Մենք ինչքան հրաժարվեցինք ռուսական զենքից, այնքան ավելի որակյալ զենքեր սկսեցինք ստանալ Ֆրանսիայից, Հնդկաստանից, Ամերիկայից հիմա նաև։ Մենք ինչքան հրաժարվեցինք Ռուսաստանի հետ առևտրից, այնքան ավելի մեծ հնարավորություններ ստեղծեցինք ոչ միայն Եվրոպայում, այլ նաև հարավային երկրներում, մեզանից հարավ ընկած երկրներում, արդյոք մերձավոր արևելքի երկրներում առևտուր անելու։ Հիմա նաև բացվում է նաև միջին կենտրոնական Ասիայի հետ առևտրի հնարավորությունը Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորելուց հետո եւ այլն։ Եվ վերջապես տեխնոլոգիաները մենք ինչքան հեռացանք Ռուսաստանից, այնքան ավելի հսկայական նորագույն արհեստական ինտելեկտին վերաբերող տեխնոլոգիաներ են մուտք գործում Հայաստան։ Այդ սա նրա շնորհիվ է, որ մենք հեռացել ենք Ռուսաստանից։ Եթե մենք մնայինք հապկի անդամ, իսկ մենք փաստացի արդեն հապկի անդամ չենք, սառեցված է, բայց ես վստահ եմ իշխանությունները հավաստիացրել են բոլոր տեղեր երաշխիքներ տվել են, որ մենք չենք վերադառնալու հապկ։ Այլապես բացառվում էր, որ մեզ նաև ռազմական այսպիսի տեխնոլոգիաներ տային, որի համար Ռուսաստանը բանը ցելա է գցում, որ մի հատ այդպես բան իրան զեռան գնի, տանեն փորփրեն տենան ոնց է աշխատում, հա, նույնը դրոնները, նորագույն տեխնոլոգիայի հիմնված վրա հիմնված դրոնները ամերիկյան։ Ուզում եմ ասեմ, մենք տեսնում ենք, չէ, ինչ հնարավորություններ է ստեղծում
Ռուսաստանից անկախանալը Հայաստանի համար նույն Ռուսաստանի հետ հարաբերությունները ավելի արդյունավետ դարձնելու տեսակետից առևտրային հարաբերությունները, քաղաքական հարաբերությունները, եթե դու անկախ ես Ռուսաստանից, արդեն ինքը ուզի-չուզի քո հետ հարգանքով է սկսում հարաբերվել, այլ ոչ թե որոշումա քո շահերը խուրդի իմանալով, որ կարող է դա անել, որովհետև դու իր գրպանում նստած ես։ Բայց հիմա իրանք ուզում են հետ վերադարձնել մեզ այն վիճակներին, երբ որ այդ ամեն ինչը հնարավոր չէր եւ հակառակն էր հնարավոր, երբ որ մեր հաշվին ամեն ինչ արվում էր, մեր հաշվին Ադրբեջանի հետ էր Ռուսաստանը առևտուր անում, Թուրքիայի հետ էր առևտուր անում, ինչ ուզում էր ստանում էր մեր տարածքների հաշվին։ Ինչպես եղել է 100 տարի առաջ նաեւ։ Հիմա այս մարդիկ ուզում են նույնը վերադարձնել։ Ման Խուրշուդյան, եթե բադայի որ ընդրությունները բարիով ավարտեցան, Փաշինյանի գլխավոր ուժը ԿԲ-ն ունենա 40%, ինչ պատկեր կգրնա երևիլ, որովհետև մենք նաև գտեսնենք, որ ասենք արևմտամետ դերևս այդ խմբակցությունները չընդունին այս բառը, բայց իրականությունը կա, որ այդ քիծը, որ ասենք արևմուտքի մոտ կհամարենք զինք, շատ լավ թիրքեր չունին այսօր։ Դուք ինչպես կդիտարկեք, օրինակ այն քաղաքական ուժերը, որ կան, լա հանուն հարաբերություն, կամ հարաբերություն գուսակցություն, այս ուժերը պիտի կրնան խորհրդարան անցնել օգնության ցերկ մեկնելու Փաշինյանին։ Տեսեք, ես էլ մտահոգ եմ, որ այդ համախմբումը կարող է չստացվի։ Ջիկեր կան, եթե գաղտնիք չէ։ Կան փորձեր, կան ինչ-որ մարդիկ փորձում են այդ համախմբումը ապահովել, բայց տեսնենք, եթե ամեն դեպքում որոշեն կուսակցությունները իրենց կուսակցական ցուցակներով գնան եւ առաջնահերթությունը տան իրենց ներքին կուսակցական ուրեմն շահերին, ես դա անվանում եմ խմբային շահեր, իրենց որոշելիքն է, ամենայն հարգանքով իրենց որոշման հանդեպ ես էլ ինքս որպես քաղաքացի եւ նաեւ հասարակությունը վստահ եմ իր որոշումը կկայացնի, ինչն էլ որը որ լինելու է 21 թվականի կրկնություն է այս դեպքում։ Եթե մարդիկ տեսնեն, որ ռեալ այսպես այլընտրանք ազգային ժողով մտնելու իրոք շանս ունեցող այլընտրանք չկա ժողովրդավար դաշտում, արևմտամետ դաշտում, որ նույնն է, իսկ արևմտամետ ասածը նույն Հայաստանի ինքնիշխանության ջատագովությունն է, որտեղ իրեք երբ որ ասում են ինչ տարբերություն, հենա ռուսամետները ասում են Հայաստանը դառնա ռուսական գուբերնիա, Թաթարստան, չգիտեմ ինչ, դուք էլ ասում եք Եվրամիության անդամ, ինչ տարբերություն։ Դե պետքա մի քիչ գրագետ է պետք ընդհանրապես լինել հասկանալու համար այդ տարբերությունը, քաղաքականապես գրագետ եւ տեղեկացված։ Մի անգամ էլ այդ մարդկանց համար կրկնում եմ, Եվրամիությունը իրավահավասարների միություն է։ Այնտեղ գուբերնիա չես դառնում որևէ մեկի կցորդ չես դառնում։ Եվ Եվրամիության անդամ երկրների օրինակը ձեզ օրինակ, Հունգարիայի օրինակը ձեզ օրինակ, որ այսպես մատի վրա ֆռացնում է բոլորի մանիպուլացնում է, կոտոշը տնկել, ասում է, այս չես որոշելու Եվրամիություն, այս չես որոշելու, սա այդ համաձայն չեմ, սա այդ համաձայն չեմ։ Մի բան էլ որ զորով համոզում են 10 միլիարդ դոլար բանը եվրո տալիս են, հիշում եք այդ Լեհաստանի ղեկավարի դեպքը ոնց Հունգարիայի ղեկավարին ասեց Լեհաստանի ղեկավարն էր թե Գերմանիայի, չեմ հիշում, այդ նիստի ժամանակ Եվրոպական խորհրդի, որ պետքա որոշումներ կայացնեն, գիտեմ որ պետքա վետո դնի Հունգարիան, ասում է գնանք մի բաժակ սուրճ խմենք, ու այդ մի բաժակ սուրճի շուրջ այդ 10 միլիարդը խոստանում են, հա, այսինքն հետո թերթերում գրել էին մի բաժակ սուրճ, որը արժեցավ Եվրամիությանը 10 միլիարդ եվրո։ Այսինքն այնքան ինքնիշխան են Եվրամիության անդամ երկրները, որ նույնիսկ փոքրիկ Հունգարիայի հետ, որ 10-12 միլիոն բնակչություն ունի, թե 15 միլիոն բնակչություն ունի, այն հսկաները, որ տնտեսապես էլ, բնակչությունով էլ հարուստ, հզոր, շատ ավելի, ստիպված են հաշվի նստել, որտեղ այտենց հանդը կարգը, իրավահավասար են բոլորը, վետո իրավունք ունեն ցանկացած այն որոշման վրա, որը իրենց վերաբերում է, այլ չի ասած, որ որոշումների մեծ մասը իրենք ներսում են կայացնում, դեռ շատ քիչ բաներ կա, լիազորություններ կա, որ ուրեմն պատվիրակվել է Բրյուսելին, կենտրոնական իշխանությանը։ Այ այդ ուղեղները, որ մեր որոշ ուրեմն ռուսամետներ զարգացնեն, կհասկանան, որ տարբերությունը հսկայական է։ Ոչ մեկի գուբերնիա դու չես դառնում, դու մնում ես ինքնիշխան անկախ պետություն, ուղղակի տասնապատիկ ավելի մեծ հնարավորություններով, ել չեմ ասում, որ այնտեղ այսպեսի բան կա, հարուստ երկրները աղքատ երկրներին ֆինանսավորում են։ Ուղղակի օրենքով ոչ թե ասում են, այ ես քեզ մի քիչ գումար կտամ, դու դրա դիմաց ինձ բանը կա, ոչ։ Օրենքով պայմանավորվում են, Եվրոպարլամենտով բյուջե են հաստատում եւ այլն, եւ Լեհաստանը տենց
աղքատ հետ խորհրդային երկրից դարձել է համարյա Գերմանիայի պես հարուստ երկիր, որտեղ փողա որ ներդնում են, փողա որ տալիս է եւ օգնություն, եւ վարկեր, եւ տեխնոլոգիաներ, եւ մշակույթ տեխնոլոգիական, եւ հսկայական զարգացում է ապրում այդ երկիրը։ Դա է Եվրամիությունը, ոչ թե դրա համար Հայաստանի արևմտամետները կամ եվրոպամետները դա հենց անկախության, ինքնիշխանության ջատագովներն են Հայաստանի, որոնք ասում են, որ դրա շնորհիվ միայն կարող են Ռուսաստանից փոխվել։ Դա է հարցը։ Որտեւ եթե դու ճունես այլ հենման կետ, ելի եմ ասում, մեր տարածաշրջանում դու կամ պետք է Ռուսաստանի ազդեցության տակ ընկնես կամ Թուրքիայի ազդեցության տակ ընկնես։ Միակ այլ ընտրանքը այդ ամեն ինչի Եվրոմիության Արևմուտքի հետ եւ նաեւ Միացյալ Նահանգների հետ, որ Արևմուտքի այսպես հեգեմոն առաջամարտիկ երկիրն է, համագործակցությունն է։ Ինչքան էլ որ այսօրվա Միացյալ Նահանգների իշխանությունները Եվրոպայի հետ բավական լարված հարաբերություններ ունեն շատ հարցերում, բայց մեկ է Արևմուտքը մնում է արևմուտք։ Եվ մենք տեսնում ենք նույն Միացյալ Նահանգները ինչպես կոշտ քաղաքականություն է շարունակում վարել Ռուսաստանի հանդեպ, սանկցիաներ կիրառում Ռուսաստանի հետ նավթային առևտուր անեղնորի վրա, եւ հիմա նույնիսկ Հնդկաստանը, որը բավականին բարդ երկիր էր արևմուտքի համար, հիմա արդեն սկսել է հրաժարվել ռուսական նավթից, որը հսկայական խնդիրներ է առաջացել ռուսական բյուջեում, եւ արդեն իրենք ինֆլյացիայի առջև են կանգնած, որովհետեւ չունեն փող, տարական ծախսեր իրենց հոգալու եւ ստիպված են տպել այդ փողը։ Բնականաբար վերջին հարցը եկեղեցի իշխանություն բայկար կամ ավելի կոնկրետ Փաշինյան Կարեկին երկրորդ դուք ինչ կդիտարկեք այսօր տեսակ մը այդ բայկարը գարձեք ուրիշ պատկեր կստանա իշխանությունները քիչ մը իդ կաշված են փորձեն ներ եկեղեցական հարցի վերածել այդպես ավելի շունչ տալ այն միապաններուն որոնք բարեփոխման մասին սկսած են խոսել, ասի նոր վիճակ մնե այսօր։ Դուք ինչպես կդիտարկեք։ Ուրեմն ես դա անվանում եմ հավատացյալների պայքարը, ուրեմն կրիմինալ ինչ որ բարոյական արժեքների հետ խնդիրներ ունեցող, ասես մեղմ ասած, մարդկանց հետ Եվ Վենսի այցելությունը դա ընդամենը հերթական անգամ ապացուցեց։ Վենսը ինքը օրթոդոքս հավատացյալ է, ինքը օրթոդոքս քրիստոնյա է, ճիշտ է, կաթոլիկ է, օրթոդոքս ես նկատի ունեմ, այսպես ուրիշ իմաստով, ոչ թե զուտ ուղղափառ իմաստով նկատի ունեմ, հա։ Եվ ինքը երբ որ ասում է, որ մենք նույն արժեքներն ենք կիսում Նիկոլ Փաշինյանի հետ, եւ չի գնում կաթողիկոսի հետ հանդիպի, որը արողակարգային բաներից մեկն է Հայաստանի Դա շատ բան է հուշում, հա, մեզ։ Եվ միջև էլ աղոթքի նախաճաշ կազմակերպվեց Հայաստանի իշխանությունների կողմից, որտեղ էլի Ամերիկայից հյուրեր եկան բավականին, այսպես պատկառելի, պատվավոր հարգարժան հյուրեր։ Այդ իհարկե եւ հակառակը, երբ որ այդ կրիմինալ խմբավորման ներկայացուցիչներին, որոնք զավթել են Հայաստանի առաքելական եկեղեցին Ռուսաստանն է աջակցում, Մարիա Զախարովն է աջակցում, Լավրովն է աջակցում, արդեն տեսանելի է, որ սա եկեղեցու մասին չի խոսքը, սա արտաքին քաղաքական ազդեցությունների մասին է։ Եվ ով որ դա իրեն էշիտեղ դրած իբր չի հասկանում եւ ասում է, հա, մենք էլ ենք արևմտամետ, բայց եկեղեցու դեմ է այս պայքար, դրա համար մենք պաշտպանում ենք եկեղեցին։ Լուրջ եք ասում։ Հետո մեկ էշիտեղ դրել։ Ձեզ ինքներդ ձեզ եք էշիտեղ դրել։ Եթե ուզում եք ցույց տաք, որ չեք հասկանում, որ սա մաքուր արտաքին քաղաքական հարց է։ Եվ հակառակը, եթե դուք ջատագով լինեք եկեղեցու, դուք ջատագով կլինեք եկեղեցին այդ արատավոր էլեմենտներից ազատագրելու հարցում, որ մաքրելու հարցում։ Դուք էլ լավ գիտեք ով է Գարեգինն էլ, Եզրասն էլ, այն Արշակն էլ, Գարեգին նկատի ունի կտրիչին իհարկե։ Բայց ինչ հունգստանա այսպես Դե, գիտեք, այս Փաստավոր հասարակությունը մի տեսակ չի առնչվում, առնչակից չի այս գործընթացին իր մեծամասնության մեջ։ Հերու մնալ կամ մի կողմից հասարակությունը լավ տեսնում է, որ ով է եւ ում դեմ է այդ պայքարը, ոչ թե եկեղեցու, այլ այդ մի քանի հոգու եկեղեցին բռնազավթած, բայց մյուս կողմից ամեն դեպքում այսպես իր համար մի տեսակ, ես նկատի ունեմ համենայն դեպս այն շրջանակներ, ում հետ ես շփվում եմ, հասարակ մարդկանց իր համար այն բանը չի, որ ինքը անձամբ գնա անպայման այդ ամեն ինչին մասնակցի։ Ասում են, հա, դե հիմա անում է, էլի, նենա, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը անում է, թող մաքրեն, բրծնեն, վերջանալ գործ չունեմ, հա։ Ես չգիտեմ, հիմա համենայն դեպս, քանի դեռ այդ մեծ պահանջը նաև այդքան հասունացված չի, դրա կարևորությունը ընկալումը այդքան էլ չի,
բան եղել առարկայացել հասարակության մեջ, process-ը դժվար կարող է գնալ, բայց ավելի դանդաղ կարող է գնալ։ Անկեղծ զրույց էր, շնորհակալություն, պարոն Խուրշուդյան, մեր ակնթիրներն հիշեցնեմ, որ Արևելքի հարթակով այսօր անկեղծ զրույցը Հովսեփ Խուրշուդյանի հետ էր, նաև հորդորս ցեզի, հետևեցեք մեր թողարկումներում, դարազեցեք մեր տեսանյութերը, այդպիսով խթանած գլակ անգախ մամուլի մեր առաքելությունը բարի մնացես։